Ամենակախարդական եւ ամենամուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիպլիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ողջունում են ապաչիները իմ լավ բարեկամներ, ապաչի ընկերությունը, առատացերն, իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, գրեկերներով, չիփսերով, արևածաղկի սերմերով, մարշմելոներով, նախաճաշիկներով հանդերձ, տեսեք ինչ գեղեցիկ պարկ է, նախաճաշիկով, ես գիտեմ փոքրիկները շատ են սիրում նախաճաշիկներ, հատկապես կաթով, առողջարար, եւ նաեւ ձեզ ողջունում է ապաչին իր համեղ հավաքածու պարկով, սա ձեզ համար է որպես մրցանակ, դուք նկարելու եք մեր սովորեցրած հերոսներին, հորինելու եք պատմություններ, ուղարկելու եք Քերի Մուլտիկնիկին, լավագույն, ես միշտ ասում եմ, լավագույն 10 նկարի հեղինակները կընտրվեն որպես հաղթող, գրավիրվեն Քերի Մուլտիկնիկի արվեստանոց, կստանան այսպիսի նվերներ։ Ողջույնները շարունակվում են, քանի որ այս տեսախցիկի ետևում իրեն այդպես թաթիկներով կոտորում է մեր ժամապահ Քերին։ Նա ձեզ ողջունում է սիրելի փոքրիկներ, մեզ երկար ժամանակ կտամ վայելելու ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները էջը, որտեղ մեր փոքրիկ արտիստները իրենց խորհուրդներով ձեզ հետ կզրուցեն եւ տվյալ թեմայով մենք կնկարենք մուլտիպլիկացիոն կերպար։ Այսօր ովքեր են հայտնվելու ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները էջում մեր փոքրիկ արտիստներ Լիլի Գրիգորյանը եւ Էրիկ Սահակյանը, տեսնենք ինչ խորհուրդ են տալու ձեզ։ Ծուր թատրոնի էջում հայտնվելու համար մեզ պետք է կախարդական խոսքը։ Դուք ձեր գունավոր մատիտները, սպիտակ թղթիկները պատրաստ պահեք։ Գնացինք, միասին ասում ենք Ալբուլդա, գնում ծուր թատրոն, ամենաուղիղ խորհուրդներով։ Ալբուլդա։ Բարև ձեզ, սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ։ Ողջունում ենք նաև բոլոր մեծերին։ Իսկ եթերում ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Ձեզ հետ են Էրիկ Սահակյանը եւ մաքրասեր գեղեցկուհի իմ գործընկեր Լիլի Գրիգորյանը։ Այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք աղբահանության եւ աղբի գոյության վնասների մասին։ Թեկուզ եւ Հայաստանի Հանրապետության աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքը 2011 թվականին ընդունվել է, բայց դրանով պետք է երկրի աղբահանության հարցը ավելի բարելաver։ Սակայն իրականում շարունակվում է աղբահանության խնդիրը անհանգստացնել բոլորիս։ Խնդիրը ավելի է լրջանում, հատկապես եղանակներին տաքանալուն զուգահեռ։ Բոլորս էլ սիրում ենք մեր հանգիստը կազմակերպել բնության գրկում։ Հատկապես հայերը, քեֆ, ուրախություն, խորովածներ, գետի ափին սարպավող ձմերուկներ, ուղու շշեր, միանգամվա օգտագործվող տոպրակներ եւ բաժակներ, հա, չմոռանամ, հարբած քերիներ։ Իհարկե, ուրախությունը լավ բան է, հատկապես ծննդյան տոներին բնության գրկում։ Բայց ասիր ու թողիր, Լիլի ջան, իմ նշած բոլոր ուտելիքների մնացորդները թողնում են որպես աղբ իրենցից հետո ու հեռանում, բացի հարբած քեռուց։ Ճիշտ է, մի փոքր հումորով ենք խոսում այս ավեշտական դեպքերի մասին, բայց եթե լուրջ, ապա նմանատիպ մարդիկ չունենալով գիտակցություն, որ պետք է իրենցից հետո մաքրել աղբը, որպեսզի այն չնպաստի մթնոլորտի եւ միջավայրի աղտոտմանը։ Վերադառնանք քաղաք, ինչու՞ չէ նաև գյուղեր, որտեղ կան մարդիկ, որ իրենց ձեռքներին եղած ապրանքներով աղտոտում են տարածքը։ Իսկ փնթիվարորդները իրենց պատուհանից ինչ ասես, որ չեն նետում փողոց։ Կարճ ասած, աղբանության խնդիրը այնքան ժամանակ ակտուալ կմնա, մինչև յուրաքանչյուր մարդ չգիտակցի, որ ինքն էլ իր երկրի մի մասնիկն է։ Խնդրի լուծմանը հարկավոր է հասնել միասնական ջանքերով։ Ամեն անգամ աղբը գետնին գցելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք, թե արդյոք ձեզ հաճելի կլիներ զբոսնել համատարած աղբանոցում։ Եվ հիշեք, ձեր ամբողջ կյանքում, սիրելի փոքրիկներ, որ աղբի տեղը աղբամանն է։ Եթե ուզում եք ապրել մաքուր, հիշեք ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները։ Ձեզ հետ էին Էրիկ Սահակյանը եւ մաքրասեր գեղեցկուհի իմ գործընկեր Լիլի Գրիգորյանը։ Մի շնորհանդիպում։ Հաջողություն ձեզ։
Այո, ապրեք, Էրիկ եւ Լիլի։ Ճիշտ է։ Աղբաման պետք է նետել, պետք է լինել մաքրասեր, իսկ այս թեման, այս փոքրիկ խորհրդի թեման ինձ հուշեց, որպեսզի նկարենք մի հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպար։ Ես այն վերնագրել եմ փնթի ու չար տղան, մուլտիպլիկացիոն, իհարկե։ Տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, մեր այս փնթի, աղբը նետող, աչու ձախ նետող այս չար տղային ինչպես ենք նկարելու։ Իմ լավ բարեկամներ, նախ սկսելու ենք գլխից, այսպեսի մի գլուխ ենք նկարելու ուշադրություն, այստեղ ականջ, հոպ, նույն ուղղությամբ այստեղ էլ ականջ կնկարենք, ականջին խորություն կտանք, հիմա զիգզագացև գծիկներ կանենք ճակատային մասում, այսպես, այ հիմա մազերն ենք նկարելու, ուշադրություն, զիգզագացև վերևի մասում, սա էլ մազերը կլինի, հոպ, Իմ փոքրիկ բարեկամներ, ջղայն, չար, փնթի, այս տղան, որ աղբը, որ ասես, որ նետում է։ Չարությունը, մուլտիպլիկացիոն, ցույց տալու համար այսպիսի ունքեր ենք անելու։ Տեսակ։ Ուզում եմ հեշտ ձևով ձեզ սովորեցնել նկար։ Պարկած 8 թվանշան ենք նկարելու, կամ էլ հավերժության նշան, այսպիսի 1, 2, աչք կարող է մի քիչ մեծ լինել։ Հետո կիսալուսնաձև սևիկներն ենք անելու, այ այս մասում, 1, իրար մոտիկ, 2, շատ լավ է, քիթիկն ենք նկարում, այ այս մասում, և բերանիկը, ջղային բերանիկը, ձեզնից դեպի մի քիչ աչք կնկարենք, այսպիսին, ուշադրություն, այսպիսի մի պատկեր, ատամները պետք է երևան անպայման էստեղ, ոնց որ ջղայնացավ, չէ? Շատ լավ է, իմ փոքրիկ բարեկամներ, հիմա ձեռքերն եմ նկարելու, երևի մեկ ձեռքը այսպես կախված, մյուս ձեռքը այսպես վերև պարզած աղբը արդեն գցում է գետնի։ Դրա համար մի անգամից ուսերը, շապիկի թևիկը այստեղ ենք նկարելու, ձեռքը, բութ մատիկը և բռունցք դարձած թաթիկը։ Մարմինն ենք ամբողջովին հիմա նկարելու, այստեղից շապիկը, Մյուս ձեռքը այս մասից պարզած ձեզնից դեպի ձախ, հիմա ձեռք շարունակում ենք այսպես, բութ մատիկն ենք նկարում, տեսակ, այստեղ ցուցամատը, կարծես թե արդեն աղբը վերևից բաց է թողել, այստեղ կարող ենք աղբը նկարել և ճմրթված թղթիկ է։ Տեսակ, գծիկներ իբար արդեն գծում է։ Եվ հիմա տաբատն ենք նկարելու շալվարը, դուք արդեն գիտեք ինչ ասել է տաբատ, մենք արդեն 21 տարի հայերեն ենք ասում, իրերը, շորերը, հագուստները և այլ։ Այստեղից տաբատն ենք նկարում, շալվարը, ինչպես ասում են մեր տատիկներն ու պապիկները, տաբատի թևիկները առանձնացնում ենք, այստեղ կլորիկով, կոշիկը, մյուս ոտքը թեքությամբ դրված, այ մեր փնթի, չարաճճի, հերոսը, որ աղբը ուր ասես նետում է, գուցե այս տուփնել է, ինքը նետել, սիրելի փոքրիկներ, այստեղ էլի ինչ-որ բաներ, ստվերներ նկարենք, իբր գետնին ընկել, այստեղ էլ ստվերներ նաև կնկարենք ոտքերի տակ, այստեղ օձիքը, կոճակ, և վերջ, մեր հերոսը պատրաստ է իմ լավ բարեկամներ։ Ես վերցնելու եմ բաց նարնջագույն մատիտը, դեղին մատիտը, սկզբից ներկելու եմ դեմքը։ Բաց նարնջագույն մատիտով կընդգծեմ կոպերը, այսպես, աչքերը սպիտակ մնալու համար, ունքերը, այստեղ սուրանկյուն մասերը մազերի, ձախակողմյա հատվածից կկլորացնեմ դեմքը, այստեղ շրթունքը կընդգծեմ իմ փոքրիկ բարեկամներ, քիթիկը կլորացնեմ, ականջին խորություն կտամ,
Լավ է, թաթիկները ձախակողմյա հատվածից էլի բաց նարնջագույն մատիտով ներկելու ենք։ Ձեռքերը, մատիկները կլորացնելու համար։ Աջակողմյա մասը կթողնենք սպիտակ։ Հիմա այստեղ էլ ձախակողմյա եւ ներքևի հատվածը կներկենք։ Շատ լավ է։ Բաց նարնջագույն մատիտը մի կողմ ենք դնում։ Վերցնում ենք դեղին մատիտը, սպիտակ թողված հատվածները, այսպես ներկելու ենք ամբողջությամբ դեղին մատիտով։ Հետաքրքիր հերոս է դառնում։ Ես կուզենամ, որ դուք իմ փոքրիկ բարեկամներ հորինեք հետաքրքիր հեքիաթ պատմություն մեր չարաճի, փնթի հերոսի մասին։ Լավագույն հեքիաթ պատմության հեղինակը, ինչպես նաև նկարի Քերի Մուլտիկնիկի կողմից կճանաչվի հաղթող, գրավիրվի իր արվեստանոց։ Իհարկե, իմ լավ բարեկամներ, ապաչի կողմից էլ կստանաք այսպիսի նվեր մրցանակ։ Ինչ ենք անում, մազերը շագանակագույն եմ ներկելու։ Նախ եւ առաջ ընդգծելու եմ պատկերը։ Շագանակագույն մատիտով։ Այսպես։ Հետո զուգահեռ կորիկներով ներկելու եմ։ Հիմա հակառակ։ Սպիտակ մասերը եթե մնացել են, ավելի լավ, իմ լավ բարեկամներ։ Շապիկը կարմիր եմ ներկելու, գունեղ լինելու համար։ Այսպես, ժամանակը կարծես թե մեզ բավականացնում է, այսպես ընդգծում եմ, շապիկի թևիկը, ներքևի հատվածը ավելի մուգ եմ ներկում, էլի ընդգծում եմ, կոճակը ավելի մուգ ենք ներկում, այստեղ էլ ձախակողմյան հատվածը մուգ, իսկ ամբողջովին շապիկը ընդգծում են կարմիր մատիտով։ Հիմա գնալով թուլացնում ենք կարմիրը, ապրեք, ձախակողմյա հատվածը ավելի մուգ, այստեղ նույնպես մուգ, գնալով երանգը թուլացնում ենք, ապրեք դուք, շերթունքը մի փոքր կարմրացնեմ այստեղ, լավ է, տաբատը ինչ գույնով ներկենք, այս անգամ երևի թե մանուշակագույն, սիրելի փոքրիկ բարեկամներ, դեռ ժամանակ ունենք, կարծում եմ, գունեղ լինելու համար ես մանուշակագույն մատիտն եմ օգտագործելու, այսպես ամբողջովին տաբատը, շալվարը, ինչպես ասում են մեր մեծերը, տաբատը ներկելու ենք մանուշակագույն, ընդգծում եմ, էլի կլորացնելու համար ձախակողմի հատվածը մի քիչ մուգ եմ ներկելու, նույնը ձախ ոտիկը, լավ է, վատ չեմ, կոշիկները կարմիր եմ ներկելու, ներքևի շերտիկ կթողնեք սպիտակ, մի այլ գույնով կներկենք, գուցե մուգ դեղին, տեսեք, աջակողմի ասում էլ փայլիկ եմ թողնելու, մուգ դեղինն էլ կվերցնեմ, կոշկի տակը, այսպես շերտիկը մուգ դեղին կներկենք, այս տուփն էլ, քանի որ մուգ դեղինը մեր ձեռքին է, այսպես կներկեմ մուգ դեղին, ասա չգիտեմ ինչ է, նարնջագույն կներկենք լավ, կարող ենք վարդագույն ներկել, ընդգծելու եմ այս աղբը, որ գետնին է գծել, պետք է դուք էլ սիրելի փոքրիկներ, երբ որ դրսում տեսնում եք ինչ որ մեկը աղբ են նետում, զգուշացնել, որ աղբը պետք է գցել աղբաման, այլապես մեր քաղաքը, գյուղը, երկիրը շատ աղտոտված կլինի, մուգ կանաչ մատիտով այս թղթիկը, երևի կոնֆետի կամ քաղցրավենիքի թղթիկ է, ներկում եմ մուգ, կանաչ, հետո բաց կանաչ մատիտով երանգավորում եմ, ապրեք դուք, հիմա հատակը, մարգագետինը կամ խոտիկները, այսպես կառանձնացնեմ, սիրելի փոքրիկներ կանաչ մատիտով, կընդգծեմ գետնին ընկած առարկաները, ոչ պիտանի, տեսեք մեր Թուր թատրոնի փոքրիկները ինչ գեղեցիկ խորհուրդներ են տալիս, իսկ Քերի Մուլտիկնիկը ըստ այդ թեմայի նկարում է նոր մուլտիպլիկացիոն կերպարներ։ Դուք էլ հորինելու եք պատմություն, ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, խոստանում եմ լավագույն պատմության նկարի հեղինակները Քերի Մուլտիկնիկի կողմից գրավիրվեն նկարահանվելու Մուլտիկնիկ հաղորդման մեջ, իսկ ապաչին նվերներ ձեզ կհանձնի, իմ լավ բարեկամներ,
Վերևի մասն էլ կապույտ մատիտով, այսպես ես կընդգծեմ, բայց դուք ժամանակ ունեք հաղորդումից հետո սրա փոխարեն կարող եք իմ լավ բարեկամներ ուղղակի ձեր քաղաքը նկարել, ետևի մասում երևի թե շենքեր, այստեղ գծիկներ կանեմ։ Ես ուղղակի սպիտակ թղթիկը ճնշում եմ ձեր հերոսը ավելի ակտիվ երևալու համար։ Միշտ նկատողություն արեք այն փոքրիկներին, դե մեծերին պետք չէ։ Ուղղակի ձեր վերաբերմունքով կարող եք մեծերին ցույց տալ դուք ինչ մաքրասեր եք։ Այն փոքրիկներին, ովքեր մեր քաղաքը, տարածքը, գյուղը սկսում են կեղտոտել իրենց ձեռք ընկած առարկաներով, գուցե կոնֆետների թղթիկներով, պաղպաղակների թղթիկներով, պետք է ասել, որ աղբը աղբամանի համար է։ Վերջ։ Կարմիր, ուր ես, այս տուփի շերտիկն էլ այսպես կարմիր կանեմ։ Վերջ իմ լավ բարեկամներ, ավարտեցինք Ծուր թատրոնի դերասանները, փոքրիկ դերասանները Էրիկ Սահակյանը եւ Լիլի Գրիգորյանը, Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդները էջում, ձեզ խորհուրդ տվին, թե ինչ կարելի անել, աղբը որտեղ նետել, ինչպես մաքրասեր լինել, ինչպես մաքուր պահել տարածքը, ձեր քաղաքը, գյուղը, մենք ըստ այդ թեմայի նկարեցինք Փնթի ու չար տղան վերնագրով այս մուլտիպլիկացիոն կերպարին։ Դուք հորինում եք պատմություն ըստ նկարի, հեքիաթ պատմություն, ուղարկում եք քերի մուլտիկնիկին, նկարի հետ միասին, ապաչիները որոշում են թե 10 որ փոքրիկներն են հաղթող ճանաչվում, քերի մուլտիկնիկը հրավիրում է իր տաղավար, նկարահանվում եք, ստանում եք այսպիսի համեղ հավաքածու պարկ մրցանակ ապաչի կողմից։ Պայմանավորվեցինք ապրեք դուք, անպայման ձեր նամակների մեջ գրեք ձեր մեծերից մեկի հեռախոսահամարը, եթե հաղթող ճանաչվեք, մուլտիկնիկ ստեղծագործական խմբից ձեզ կզանգարեն եւ կհրավիրեն։ Իսկ հիմա հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն, որ փոստով ձեր նամակները, նկարները ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Անպայման սիրելի մեծեր ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք մեր մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Եթերային ժամանակը սպառվեց, ժամապահ քերին, փնթի եւ չար փոքրիկ հերոսը, որ հետո պետք է բարյանա։ Մուլտ աշխարհի ձեր սիրված մուլտիպլիկացիոն կերպարները, ապաչի ընկերությունը, առատաձեռ ապաչին եւ քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Ավելի հետաքրքիր է լինելու, սպասեք։ Ալբուլդա։ Oh,